Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ, 168.am լրատվական կայքի YouTube-յան ալիքի հետ մենք շարունակում ենք պարբերաբար եւ կանոնավոր կերպով ձեզ ներկայացնել թեմատիկ զրույցների շարքը։ Այս անգամ ես առանձնացրել եմ ձեզ համար մի թեմա, նախապատրաստել եմ այն ծանրակշիռ փաստերով եւ հիմնավորումներով, վերլուծություններով, ապացուցելու համար թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը իր պաշտոնավարման այս շրջանում կեղեքում եւ թալանում մեր ժողովրդին։ Ընտրություններից անմիջապես հետո, հենց առաջին կառավարության նիստում, կառավարությունը հավանություն արժանացրեց մի օրինագծի, որով նախատեսում էր ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում։ Դա նախատեսում էր ծխախոտի, դիզվառելիքի, բենզինի եւ այլ ենթակցիզային ապրանքների համար։ Ինչ է ստացվում, որ նախընտրական շրջանում ընտրակաշառքի տեսքով բաժանված թոշակների, առողջապահական հատուցումների գումարները փոխհատուցելու համար Նիկոլ Փաշինյանը հիմա պետք է կեղեքի եւ թալանի մեր ժողովրդին, եւ դա պետք է անի ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ կտրվածքով, եթե մնա իշխանության։ Տեսեք պարադոքսը ինչու՞մ է։ Սամվել Կարապետյանը խոստանում էր ընտրվելու դեպքում զրոյացնել փոքր բիզնեսի հարկերը, ստեղծել նոր աշխատատեղեր մարդկանց եկամուտներով, կայուն եկամուտներով աշխատանքով ապահովելու համար։ Նիկոլ Փաշինյանի պարագայում ճիշտ հակառակն է։ Ընտրությունից անմիջապես հետո քաղաքական նպատակներով հետապնդելով քաղաքական ընդդիմախոսներին, նրանց ենթակայության տակ աշխատող ձեռնարկությունների շուրջ 7000 աշխատակիցներ մնացել են անգործ, իսկ դրան զուգահեռ նա բարձրացնում է հարկերը։ Իսկ ինչ նպատակով են ծախսվում այդ հարկային միջոցները։ Պարզում է, որ առավելապես այդ փոքրիկ խմբակի, այդ որոշումներ կայացնող մի քանի տասնյակ մարդու եկամուտները շեշտակի բարձրացնելու համար։ Ես այս թեմատիկ զրույցների ընթացքում արդեն ունեցել եմ երկու թեմատիկ զրույց տնասեր տնավերները թեմայով։ Եվ խոսում ենք, թե կարճ ժամանակահատվածում ինչպես են փոքրիկ խմբակի ներկայացուցիչները, ազգային ժողովի падգամավորները, նախարարները, մարզպետները, այլ պաշտոնյաներ, նրանց ընտանիքի անդամներ դիզել հսկայական հարստություն, ձեռք բերել բնակարաններ, ավտոմեքենաներ, ստացել հսկայական եկամուտներ, եւ նրանք այս երկիրը կեղեքում եւ թալանում են մինչեւ վերջին պահին։ Այս տեսանկարահանումից առաջ ես կարդացի մամուլ ու միլուր, որ պարզում է ազգային ժողովը, որը ավարտում է իր լիազորությունները մի քանի օրից, ազգային ժողովի գործող նախագահ Ալեն Սիմոնյանը մինչեւ լիազորությունների ժամկետի ավարտ օգոստոսի 3-ը գնացել է արձակուրդ։ Պարզ է, չէ, որ երբ որ ազգային ժողովը արդեն ավարտել է իր նստաշրջանը, վերջին նստաշրջանը, դրանից հետո գումարել է արտահերթ նիստ, ընդունել օրենքներ իրենց քմահաճություններով, եւ հիմա մինչեւ օգոստոսի 3-ը նախատեսված չեն ոչ ազգային ժողովի նիստեր, ոչ ազգային ժողովի աշխատանքներ, ոչ քննարկումներ, արդեն իսկ պարզ է, որ Ալեն Սիմոնյանը, որը հայտարարել է մանդատից հրաժարվելու մասին, այնտեղ ըստ էության անելիք չունի եւ կարող էր նաեւ հանգստանալ, այսպես ասած, նաեւ այս օրերի ընթացքում։ Հետևաբար հարց առաջանում, թե ինչով պիտի պայմանավորված լինի արձակուրդ ձևակերպելու հանգամանքը։ Արձակուրդ ձևակերպելու դեպքում սիրելի հայրենակիցներ մարդիկ ստանում են արձակուրդային վճարներ, այսինքն արձակուրդային փոխհատուցման գումարներ, որոնք իր պարագայում հաշվի առնելով իր բարձր աշխատավարձը միլիոնից ավել գումարներ կարող են կազմել։ Սա մի օրինակն է, բայց այդպիսի օրինակները բազմաթիվ են, մենք դրանց կանդրադառնանք հետագայում։ Հիմա գանք տեսնենք, թե ինչ մեխանիզմներով է թալանում Նիկոլ Փաշինյանը մեր ժողովրդին։ Ես կփորձեմ ներկայացնել ձեզ կոնկրետ իրավիճակներ, կոնկրետ թվեր եւ հիմնականում ինձ վերաբերող գույքի վերաբերյալ, իմ եկամուտների, ինձնից տարվող թալանի վերաբերյալ, որպիսի այլ մարդկանց անձնական տեղեկությունների տիրույթ առհասարակ չմտնեմ։ Բայց կարծում եմ, որ այս իրավիճակները յուրաքանչյուր մարդ կարող է դիտարկել իր սեփական օրինակով եւ համադրել, թե նույն իրավիճակում ինքը ինչ հարկային բեռի, ինչ թալանի զոհ է դարձել։ Ուրեմն 2021 թվականից սկսած, այսինքն Արցախյան պատերազմից անմիջապես հետո, առաջին որոշումներից մեկը, որ կայացրել է Նիկոլ Փաշինյանը, դա անշարժ գույքի միասնական հարկ ստեղծելն է եւ դրա դրույքաչափի
շեշտակի, բազմապատիկ անգամների բարձրացումը։ Մինչ այդ մենք ունեցել ենք առանձին հարկատեսակներ, հողի հարկ եւ գույքահարկ։ Գույքահարկը վերաբերվում էր անշարժ գույքին եւ շարժական գույքին, այսինքն տրանսպորտային միջոցներին, օրինակ մեր ավտոմեքենաների համար մենք վճարում ենք գույքահարկ։ Եվ գույքահարկ ենք վճարում նաեւ բնակարանների համար, առանձնատների համար եւ առանձին վճարել ենք հողի հարկ։ Հիմա այդ հարկատեսակը հարկային օրենսգրքով միասնականացվել է եւ կոչվում է անշարժ գույքի միասնական հարկ։ Եվ այդ հարկատեսակի շեշտակի բարձրացում է եղել։ Բացառություն է միայն կազմում գյուղատնտեսական նշանակության հողերը, որի համար միասնական հողի հարկը մնացել է ըստ էության անփոփոխ, բայց կտրուկ բարձրացել է բնակարանների, հասարակական նշանակության հողերի, արդյունաբերական նշանակության հողերի, տնամերձ հողերի հողի հարկի գումարը։ Բերեմ կոնկրետ օրինակ իմ օրինակներից եւ կխնդրեմ յուրաքանչյուր մարդ, ով որ ունի իր սեփականությամբ որևէ տիպի հողատարածություն կամ բնակարան, առանձնատուն, այսինքն անշարժ գույք, այդ հաշվարկը կատարի իր համար, որպեսզի հասկանա թե կոնկրետ իրեն ինչ չափով է թալանում այս կառավարությունը եւ դա դարձնում հարստություն մի քանի պաշտոնյաների համար։ Շատ վաղուց, երբ դեռ ես դասախոսական աշխատանքով էի զբաղվում, Ջերմուկ համայնքում համայնքից աճուրդային եղանակով, աճուրդին մասնակցելու միջոցով ձեռք էի բերել մի հասարակական նշանակության հողատարածություն, մոտարապես 950 քառակուսի մետր մակերեսով։ Այդ հողատարածության արժեքը, որը ես վճարել եմ համայնքին եւ ձեռք եմ բերել, կազմել է 1,213,800 դրամ։ Դրա ամեն տարվա հողի հարկը, որ ես վճարել եմ մինչև 2021 թվականը, այսինքն ձեռք բերելու պահից ամեն տարեկան հողի հարկի գումարը կազմել է մոտավորապես 3500 դրամ։ Եվ ես կանոնավոր կերպով բնականաբար այդ վճարումները կատարել եմ։ 2021 թվականից այդ հողի արժեքը նախ պետությունը առանց իմ կարծիքը հարցնելու իր կողմից վարձված փորձագիտական եզրակացությունների հիման վրա գնահատել է ուշադրություն 15 միլիոն 44,238 դրամ։ Այսինքն ես հողը համայնքից առել եմ 1,213,000 դրամով, իսկ իրենք ասում են, որ քո հողը, որը դու առել ես 1,200,000-ով, իրականում արժի 15,44,000 դրամ եւ սկսել են դրանից, այսինքն ձեռք բերման գնից 12.4 անգամ թանկ եւ սկսել են հարկի դրույքաչափ սահմանել հենց այն գումարից, որը որ իրենք են որոշել։ Ու 2021 թվից աստիճանաբար հողի հարկի այդ անշարժ գույքի միասնական հարկի դրույքաչափերը բարձրացնելով 2024 թվականին պահանջել են 75,221 դրամ, 2025 թվականին 112,831 դրամ, 2026 թվականին եւ դրանից հետո ամեն տարի 150,442 դրամ։ Այսինքն 3500 դրամ հողի հարկի փոխարեն ես հիմա ստիպված եմ եւ վճարում եմ, բնականաբար այս տարվա վճարումն եմ արդեն արել, մոտավորապես 42 անգամ շատ, 42 անգամ, ոչ թե այդքան տոկոս, այդքան դրամ, 42 անգամ, այսինքն 3500 դրամի փոխարեն նույն հողի հարկը դարձել է 150,442 դրամ։ Հիմա հարց, արդյոք այդ հողը ինչ-որ արժեքը բարձրացել է, կարևոր նշանակությունը մեծացել է, դա է դառը պատճառը։ Պարզվում է ճիշտ հակառակը։ Երբ որ ես գնել էի այդ հողատարածությունը համայնքից, այն ժամանակ կառավարության որոշմամբ Ջերմուկը հռչակվել էր որպես ուրեմն զբոսաշրջային կենտրոն։ Կառավարության աջակցությամբ մշակվել էր քաղաքի զարգացման ռազմավարական ծրագիրը, մաստեր պլանը։ Ըստ այդ մաստեր պլանի նախատեսում էր քաղաքում ներդրումներ, նոր առողջարանների կառուցում եւ իրականացվել են այդ ներդրումները։
Այսինքն այդ հողատարածությունը առնելուց հետո Ջերմուկում հայտնվել է միջազգային բրենդի հյուրանոց, կառուցվել են այլ նոր հյուրանոցներ եւ այլն։ Խոսքը վերաբերում է մինչեւ 18 թվի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը։ Բայց իմ հողի հարկի գումարը նույնն էր։ Ինչ ա եղել հողի հարկի գումարը շեշտակի բարձրացնելուց հետո Ջերմուկում։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Արցախի Խարվաճարի շրջանը առանց որևէ ռազմական գործողության ուղղակի թղթով ստորագրությամբ հանձնվել է Ադրբեջանին։ Այդ հանձնվելուց հետո Ջերմուկ քաղաքը դարձել է սահմանամերձ համայնք, որովհետև եթե իմ հող առնելու պահին հայ-ադրբեջանական սահմանը իմ հողից գտնվում էր մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա լեռնային ռելիեֆներով, ապա այդ որոշումից հետո հայ-ադրբեջանական սահմանը իմ հողից գտնվում էր արդեն 7 կիլոմետր հեռավորության վրա։ Ջերմուկը դարձել է սահմանամերձ քաղաք։ Եվ արդյոք մնաց այդ կարգավիճակում։ Պարզվեց, որ ոչ։ Այն նույն ժամանակաշրջանում, երբ որ Նիկոլ Փաշինյանը բազմապատիկ անգամներով բարձրացրել է իմ հողի հարկը Ջերմուկում, ադրբեջանցիները հարձակվել են Ջերմուկի վրա 2022 թվականի սեպտեմբերին, զավթել նոր տարածքներ, եւ իմ այս հողի եւ ադրբեջանցիների հեռավորությունը հիմա կազմում է մոտարապես 3-ից 4 կիլոմետր։ Այսինքն ադրբեջանցիները մոտեցել են իմ հողին, Ջերմուկը դարձել է ոչ միայն սահմանամերձ, այլ Ջերմուկը ադրբեջանցիների կողմից իր վարչական տարածքի մի մասը զավթված քաղաք է, բայց հողի հարկը, որ ես պիտի վճարեմ, 3500 դրամի փոխարեն 150,000 դրամ։ Սա գիտեք որ դեպքում, երբ որ նույն օրենքներով Հայաստանի սահմանամերձ բնակավայրերում պետք է առհասարակ ազատվեն այդ բնակավայրերի բնակիչները բոլոր տեսակի հարկերից։ Մինչ այդ, մինչև 21 թվականը, մինչև պատերազմը, կառավարության որոշմամբ սահմանված են սահմանամերձ համայնքներ, եւ այդ համայնքների բնակիչները ազատված էին հարկերից։ Ջերմուկը բնականաբար չկար այդ ժամանակ սահմանամերձ բնակավայրերի ցանկում։ Սահմանամերձ բնակավայրերի ցանկում չկար նաեւ Կապանը, բայց հիմա Կապան քաղաքի օդանավակայանի հարևանությամբ գտնվող բլրի վրա տեղադրված է ադրբեջանական դրոշը, այսինքն սահմանամերձ քաղաք է դարձել ուղղակիորեն Կապան քաղաքը, բայց Կապանում, ինչպես եւ Ջերմուկում եւ մնացած համայնքներում, մարդիկ ոչ թե ազատվել են հարկերից, գույքահարկից, հողի հարկից, այլ ստիպված են հարկեր վճարել բազմապատիկ անգամ շատ։ Նույն Ջերմուկ քաղաքում, ուրեմն ես ունեմ մեկ այլ հողատարածություն, դա էլ տնամերձ նշանակության հողատարածություն է, որի համար նույնպես հողի հարկի գումարը բազմապատիկ անգամ բարձրացվել է։ Օրինակ, այդ հողատարածությունը գնահատել են 2,165,625 դրամ, իսկ հարկերը կազմում են հետևյալը. 24 թվականի համար 6496 դրամ, 25 թվականի համար 9745 դրամ, 2026 թվականի համար 12993 դրամ։ Մեկ այլ տնամերձ հողատարածություն, որը ես գնել եմ ընդամենը 848400 դրամով, այսինքն այդքան եմ վճարել համայնքին հող առնելու համար։ Գնահատել են տասնապատիկ անգամ թանկ, այն հիմա գնահատված է 10,514,790 դրամ կամ 12,4 անգամ թանկ։ Հողի հարկի գումարը 24 թվականին 52,573 դրամ, 2025 թվականին 78,860 դրամ եւ 2026-ին եւ այսուհետ 105,147 դրամ։ Պատկերացնում եք, ինչ թալան է սա։ Ընդ որում մի հողատարածությունների, որը ես հիմա վաճառել չեմ կարող։ Օրինակ ես հիմա հայտարարում եմ, ասում եմ կառավարություն, որպեսզի դու ինձնից գանձես այդ հողի համար 150,000 դրամի հարկ, դու դա գնահատել ես 15 միլիոն դրամ, երբ որ ես դա առել եմ 1,200,000-ով։ Գնահատել ես 15 միլիոն։ Ես դրա կես գնով այդ հողը հիմա հետ եմ վաճառում կառավարությանը։ Ջերմուկ համայնքին։ Կառնեք ինձնից այն հողը ձեր գնահատած գնի կեսի չափով, որովհետև ես հիմա ի վիճակի չեմ, ինձ համար մեծ դժվարություն է տարեկան 150,000 վճարել մի հողի համար,
որտեղ ես ոչ մի ներդրում չեմ կարող անել հասարակական կառուցապատում իրականացնելու համար, որովհետև իմ հողից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվում է ադրբեջանական կոմանդո հատուկ նշանակության ջոկատը։ Կառնեք ինձնից այդ հողը ձեր գնահատածի կես գնով։ Բնականաբար չեն առնի։ Այսինքն ես իմ գործարքի ձեռը կրակն եմ ընկել։ Փաստորեն ես հող եմ առել ժամանակին, իմանալով որ դրա հարկը ընդամենը 3500 դրամ է, իմանալով որ ջերմուկը տուրիստային քաղաք է եւ պետք է զարգանա, հիմա դարձել է ջերմուկը սահմանամերձ համայնք, հողը ես չեմ կարող օգտագործեմ, հողի հարկը բարձրացել է բազմապատիկ, հողը չեմ կարող վաճառել։ Եվ բնականաբար ես միակ մարդը չեմ, որ ջերմուկում կամ այլ քաղաքներում ունի նման կարգի սեփականություն։ Նույնը վերաբերում է բնակարաններին։ Օրինակ, մինչև 2021 թվականը գույքահարկի մասին օրենքում կար չհարկվող շեմ։ Այսինքն մինչև 5 միլիոն դրամ արժեք ունեցող գույքը, լիներ բնակարաններ, լիներ գյուղերում առանձնատներ եւ այլն, դրանց կադաստրային արժեքը ցածր էր։ Ասենք մինչև 5 միլիոն դրամ, օրինակ ես ջերմուկում ունեցել եմ նաեւ բնակարան։ Նրա կադաստրային արժեքը ցածր էր, որովհետեւ Խրուշչովյան ժամանակներում կառուցված բնակելի շենքեր, ցածր առաստաղ, փոքր մակերես եւ այլն։ Հիմա նվազագույն շեմ գոյություն չունի։ Այսինքն 21 թվականից սկսած բոլոր անշարժ գույքը ուզում է հեռավոր գյուղում գտնվող մի փոքրիկ տնակ լինի, թե Երևանի հյուսիսային կենտրոնում Պողոտայի վրա գտնվող մեծ բնակարան, բոլորը վճարում են անշարժ գույքի միասնական հարկ։ Այսինքն թալանվում են բոլորը։ Ըստ էության չկան արտոնություններ։ Եվ նույնիսկ սահմանամերձ դարձած քաղաքները չունեն այլևս արտոնություններ։ Տեսեք, գյուղական մի տուն Վայոց ձորի Վայք խոշորացված համայնքի Ազատեք գյուղում կառուցել է իմ հայրը 90-ական թվականներին եւ ժառանգությամբ անցել է ինձ։ Եկել են առանց ինձ, այդ լեռնային գյուղը համարվում Ազատեկը, այնտեղ այդ մեր առանձնատունը գնահատել են 7.554.000 դրամ ու սկսել են հարկել։ 2024 թվականից սկսած 2000 դրամից մինչև 2026 եւ այսուհետ 4000 դրամ։ Այսինքն մինչ այդ, մինչև 21 թվականը, հաշվի առնելով որ դա լեռնային գյուղում ոչ բարձր լեռնային գոտում գտնվող գյուղի տունը, դրա հարկի գումարը եղել է 0 դրամ։ 0 դրամ։ Հիմա նման տուն գոյություն չունի, որ չգանձվի, այսինքն 0 դրամից 4000 դրամ հարկը, տեսեք, քանի անգամ է դա համարվում բարձրացված։ Եվ այսպես վերաբերում է բոլորին։ Հատկապես բարձր են հարկերը Երևան քաղաքում։ Սրանք հենց խոսում ենք լեռնային, բարձր լեռնային սահմանամերձ գյուղերում։ Երևան քաղաքում մեր բնակարանի անշարժ գույքի հարկի գումարը կազմում է 24 թվականին 24290 դրամ վճարել ենք, 25 թվականին 36435 դրամ, 2026 թվականից, այսինքն այս տարի եւ այսուհետ 48560 դրամ։ Այսինքն նույն տունն է, մենք այդ տանը նույն ձևի ապրում ենք, նույն քաղաքն է, ոչ մի ծառայություններ դրա դիմաց չի ավելացել, ոչ մի ծախս Տիգրան Ավինյանը, քաղաքապետարանը, մեր բնակարանի, տարածքի, բարելավման, գույքի արժեքի ավելացման համար չի արել, բացի դրանից, որ քաղաքի օդը աղտոտել են, քաղաքում պայմանները վատացրել են, կանաչ տարածքները կրճատել են, այսինքն գույքի փաստացի արժեքը նվազեցրել են, բայց եկել են գնահատել են, ասում են աղբեջան, քո տունը արժի 39.290.000 դրամ եւ դու պիտի վճարես 48000 հարկ։ Օդին, ոչ մի բանի համար։ Ու այդ հարկը տենց շեշտակի աճել է տարիների ընթացքում ու իրենց պաշտոնավարման շրջանում։ Երևանի կենտրոն վարչական շրջանի մի բնակարանի համար գույքահարկի գումարը 7965 դրամ, 11948 դրամ, 15930 դրամ։ Ընդ որում, այս հարկերը բարձրացվել են
ոչ թե նոր գնորդների համար, այլ գործող սեփականատերի համար։ Օրինակ տրամաբանական կարող է լինել, չէ՞, ասեն լավ, քո բնակարանն է, վաղուց դա քեզ է պատկանում։ Հիմա մենք դրա հարկի դրույքաչափը բարձրացնում ենք, բայց դա կվճարի նա, ով որ քեզնից կառնի այդ բնակարանը, այսինքն գնելու պահին ինքը կիմանա, որ առնում է միտում, որը ունի ոչ միայն այս գինը, այլ նաև նրա համար պետքա տարեկան վճարի այսքան գույքա, դա տրամաբանական է։ Բայց մարդը, ով որ իր տունը ժառանգել է իր ծնողներից, կամ ձեռք է բերել տարիներ առաջ, ասենք 2006 թվականին, 2007 թվականին, հիմա գալ է նույն մարդուն ասել, որ դու քո տանը ապրում ես, բայց պիտի վճարես մի քանի տասնապատիկ անգամ թանկ հարկ այն բանի համար, որ Տիգրան Ավինյանը ուղղաթիռով գնա Սևանում սամիտների, որ ինքը բիզնես կլասի տոմսով ճամփորդի, որ ինքը Սևանում առանձնատուն կառուցի, որ ինքը թանկարժեք մեքենաներով շրջի, ցոփ ու շվայտ կյանքով ապրի։ Պաստորեն ասում է դրա համար ենք մենք վճարում։ Հիմա գանք փոքր եւ միջին բիզնեսա, դեռ ասեցի թալան միայն անշարժ գույքի հարկերի, կոնկրետ իրավիճակներով, կոնկրետ փաստերով, թվերով։ Հիմա գանք թե ուրիշ ինչ ձևով են թալանում մեր ժողովրդին։ Փոքր բիզնեսի շրջանառության հարկ։ Այն, ինչը Սամվել Կարապետյանը խոստացնում էր արդեն ընտրվելու դեպքում սահմանել 0%։ Այսինքն, եթե հիմա Նիկոլ Փաշինյանի փոխարեն վարչապետ ընտրված լիներ Սամվել Կարապետյանը, այսօր մենք խոսեինք ոչ թե փոքր բիզնեսի բարձր եւ բարձրացած հարկերի, այլ դրա զրոյացման մասին։ Բայց քանի որ իշխանությունը զավթել է Նիկոլ Փաշինյանը, ինչ անում նա։ Առևտրային օբյեկտների համար այժմ հարկա սահմանված շրջանառության հարկը 10% նախկին 5%-ի փոխարեն։ Կրկնակի բարձրացված հարկի դրույքաչափ։ Արտադրական ընկերությունների համար, փոքր տիպի ընկերությունների համար 7% նախկին 3.5-ի փոխարեն, կրկնակի։ Հանրային սննդի բիզնեսի համար 12% նախկին 6-ի փոխարեն։ Այսինքն փոքր բիզնեսի բոլոր գործողությունների, անկախ գործունեության տեսակի համար հարկերը կրկնապատկվել են մինչև 12% դրույքաչափի։ Խոսքը վերջին 12-ը վերաբերում է հանրային սննդի օբյեկտներին։ Եվ այս փոքր բիզնեսի հարկման գործընթացը, եթե հիշում եք, սկսեց փաստաբանական ընկերություններից եւ գործունեությունից, երբ որ սկսեցին հարկել փաստաբանական գործունեությանը նոր տիպի հարկատեսակով, ինչը առաջ բերեց օբյեկտիվորեն փաստաբանական ծառայությունների գնի ավելացման, փաստաբաններին զրկեցին մատուցել անվճար փաստաբանական ծառայություններ, որովհետև այս հսկայական իրավական ռեպրեսիաների պայմաններում, որին թիրախավորվում են ընդդիմադիր ցանկացած գործիչներ, պատգամավորներից սկսած մինչև հասարակ քաղաքացիներ, նրանք այլևս չեն կարող դիմել անվճար իրավաբանական օգնության, երբ որ շատ փաստաբանական ընկերություններ անվճար ծառայություններ էին մատուցում իրենց հաճախորդներին։ Ես ինքս եղել եմ այդպիսի ազնիվ փաստաբանների շահառու բազմաթիվ փաստաբանական ընկերություններ, Ֆիդելիսը կլինի կամ անհատ փաստաբաններ, Ռուբեն Մելիքյան, այլ փաստաբաններ, ինձ մատուցել են անվճար փաստաբանական ծառայություններ։ Հիմա դա գործնականում անհնար է, որովհետև փաստաբանները անվճար ծառայություն եթե մատուցեն, իրանք այդ ծառայության պոտենցիալ գնի չափով հարկերը պարտավոր են հաշվարկեն եւ վճարեն բյուջե, իսկ հարկերի գումարը շեշտակիորեն ավելաց։ Այսինքն սրա նպատակ եղել է ոչ միայն փաստաբաններին կեղեքելն ու թալանելը, մարդկանց, ովքեր որ գումարներ են վաստակում իրենց ազնիվ աշխատանքի եւ նաեւ ինտելեկտուալ աշխատանքի արդյունք, որովհետեւ մարդը որպեսզի դառնա փաստաբան, միլիոնավոր դրամներ է ծախսում իրավաբանական կրթություն ստանալու, մագիստրոսական կրթություն ստանալու, փաստաբանական դպրոց գնալու, այդ դպրոցը դրանք բոլորը վճարովի ծառայություն, այսինքն մարդը տարիների ընթացքում հսկայական գումարներ է վճարում, ջանքեր է գործարում, իր ինտելեկտուալ կարողությունները, մասնագիտական կարողությունները զարգացնում է եւ գալիս է ուզում է ծառայություններ մատուցի, բարձում է մտցված է նա հսկայական հարկային բեռի տակ։ Սկսեցին փաստաբաններից եւ անցան նաեւ փոքր բիզնեսի այլ ոլորտներին։
Կառավարության որոշումների հետևանքով փոքր բիզնեսի հարկային բեռը հստակ ավելացել է։ Հակոբ Ավագյան, Փոքր միջին ձեռնարկությունների համագործակցության ասոցիացիայի հիմնադիր խորհրդի նախագահ։ Այդ մասին նա հայտարարել է 2025 թվականի հոկտեմբերի 13-ին։ Ես սրանք բերում եմ ձեզ ուղղակի փաստեր մեջբերումներ, մասնագիտական նաև կարծիքի, այլ ոչ միայն իմ կարծիքը ձեզ ներկայացնելու համար։ Շրջանառության հայրկի այս նախագիծը ընդունվել է 2024 թվականին, ուժի մեջ է մտել 2025 թվականի հունվարի 1-ից։ Այդ ժամանակ ֆինանսների նախարարությունն ասում էր, թե այս օրենքը գալիս է արդարություն վերականգնելու։ Ասում էր լավ, փոքր բիզնեսը պետք է վճարեն հավասար հարկեր մեծերի հետ։ Եվ այս նախագծի հիմքում ի սկզբանե դրված էր նաև նպատակ, որ լրացուցիչ մոտ 18 միլիարդ եկամուտ կհավաքագրվի։ Այսինքն այս հարկերը բարձրացնելով նրանք փոքր բիզնեսի կազմակերպություններից կեղեքեր տարել են 18 միլիարդ դրամ։ Արտադրության ոլորտի փոքր բիզնեսի մոտ շրջանառության հարկի արդյունավետ դրույքաչափը 24 թվականի արդյունքներով 3.5%-ից բարձրացել է 4.81%-ի, ինչն ավելի շատ է, քան առևտրում։ Հանրային սննդի ոլորտում հարկի դրույքաչափը նույնպես բարձրացվել է 4.46-ից 5.60%-ի։ 2025-ի առաջին կիսամյակի ամփոփումով 12,000-ով ավելի քիչ ՓՄՁ սուբյեկտներ են ունեցել, քան 2024 թվականի ավարտին։ Այսինքն այս հարկային բեռը ավելացնելով, կեղեքելով, թալանելով փոքր բիզնեսի մոտ 18 միլիարդ դրամի չափով, նաև 12,000 փոքր բիզնեսի կազմակերպություններ դադարեցրել են իրենց գործունեությունը։ Ընդ որում սա այն դեպքում, երբ որ նախկինում, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, էկոնոմիկայի նախարարության համակարգում գոյություն ուներ փոքր եւ միջին բիզնեսի աջակցության հիմնադրամ եւ պետական աջակցության ծրագրեր էին իրականացում փոքր բիզնեսներ ստեղծելու եւ դրանք զարգացնելու համար։ Այդ ՓՄԶ հիմնադրամը փակվել է եւ դրա փոխարեն միայն բարձրացվել է ՓՄԶ-ից գանձվող հարկերը, հանգեցնելով նրանց համատարած փակման։ Իսկ դրանցից յուրաքանչյուրը առնվազն մեկական աշխատատեղ է, ել չասեմ, որ բազմաթիվ փոքր ձեռնարկություններ նաև աշխատանքով ապահովում են այլ քաղաքացիների։ Մեր ժողովրդին թարնալելու հաջորդ մեխանիզմը դա զինծառայողների ապահովագրության հիմնադրամն է։ Այն ստեղծվել է 2017 թվականին, այսինքն մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, երբ Հայաստանի պաշտպանության նախարարն էր Վիգեն Սարգսյանը։ Այդ հիմնադրամի նպատակն էր ապահովել աշխատող քաղաքացիներից ամսական հաստատագրված 1000 դրամի չափով լրացուցիչ վճարի գանձում, որպեսզի այդ գումարներով փոխհատուցում տրամադրվեին նախկին պատերազմներում զոհված եւ վիրավորում հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ նրանց ընտանիքներին։ Եվ այդ գաղափարն առաջացել էր 2016 թվականի ապրիլյան քարորիա պատերազմից հետո։ Դրանք կոչվում են դրոշմանիշային վճարներ։ Եվ դա, եթե հիշում եք, այդ հիմնադրամը ժամանակին հենց այդպիսի անվանում էր ստացել էր 1000 դրամների հիմնադրամ։ Շատերը նույնիսկ դիմադրություն էին ցույց տալիս, սխալ էին համարում այդ հիմնադրամի ստեղծումը, լրացուցիչ 1000 դրամը այդ ազնիվ նպատակի համար ծախսելը եւ այլն։ Հետո ինչ բերեց Նիկոլ Փաշինյանը մեր գլխին։ Ինչ ապրիլյան պատերազմ, ինչ նախորդ պատերազմների զոհեր։ 44 օրյա պատերազմում եւ դրանից հետո 5000-ից ավել երիտասարդ մարդկանց կյանքը զոհելուց, տասնյակ հազարավորներին վիրավոր եւ հաշմանդամ դարձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը որոշեց նաեւ կեղեքել ողջ մնացած քաղաքացիներին, որպեսզի դրամական փոխհատուցումներով փոխհատուցի զոհվածների ընտանիքներին, նրանց լռեցնելու եւ նրանց ազնիվ պայքարը մեղմելու նպատակով։ Հիմա ես ձեզ ներկայացնում եմ այդ 1000 դրամ կոչված հիմնադրամների 1000 դրամ դրոշմանշային վճարների նոր դրույքաչափերը։ Այն այլևս 1000 դրամ չի։ Պատերազմից հետո 3000-ից ոչ պակաս է դա սահմանվել, այսինքն ավելացել է 3 անգամ մինիմումը, նվազագույնը հիմա
դրոշմանշային վճարը կազմում է 1500 դրամ, միջինում դա 3000-ից էր։ Մինչև 100,000 դրամ աշխատավարձի դեպքում դե փաստացի մինչև 100,000 դրամ շատ քիչ մարդիկ են ամսական, որ աշխատավարձ են ստա։ Այդ 1000 դրամը դարձել է 1500։ Ինչ եմ ասում, հիմնականում 3000, որովհետև 100,000-ից արդեն 100,000 դրամից մինչև 200,000 դրամ ստացողները վճարում են ամսական 3000 դրամ։ 200,000-ից 500,000 դրամը 5500 դրամ։ 500,000-ից 1 միլիոն դրամ աշխատավարձ ստացողները 8500 դրամ։ 1 միլիոնից եւ ավել աշխատավարձ ստացողները ամսական վճարում են ուշադրություն 15000 դրամ։ Այսինքն 1000 դրամի փոխարեն հիմա բազմաթիվ քաղաքացիներ այս հիմնադրամին վճարում են 15 անգամ ավել գումար։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը մի կողմից սպանել է իր գործողությունների հետևանքով հազարավոր երիտասարդների, իսկ ով էլ որ ողջ է մնացել, կեղեքում եւ թալանում է նրանց զոհվածների ընտանիքներին փոխհատուցում տալու համար։ Սա էլ թալանի եւ կեղեքման մեկ այլ դրսևորում, որը ընդհանուր մեր հարկերից, այսինքն եկամտահարկից, շահութարկից, այս բարձրացված ակցիզային հարկից, բարձրացված շրջանադրային, այդ էլ կապ չունի այն անշարժ գույքի հարկերից։ Սա լրիվ առանձին հարկ չի համարվում, կոչվում է դրոշմանշային վճար, որը շատ-շատերի համար բարձրացել է 15 անգամ, 1000 դրամի փոխարեն 15000։ Մյուսը դա պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային հիմնադրամն է։ Եթե հիշում եք, մինչև ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, երբ վարչապետն էր Տիգրան Սարգսյանը, ներդրվեց այս պարտադիր կենսաթոշակային կൂട്ടակային համակարգը, որի իմաստը հետևյալն էր. մարդը քանի երիտասարդ է, աշխատունակ է, ինքը վճարում է ընդհանուր կենսաթոշակային վճարներ, դրանք կառավարում են հատուկ ֆոնդեր, եւ որից հետո, երբ որ անցնում է կենսաթոշակային տարիքին, ինքը ստանում է իր վճարած գումարը, պետության կողմից հատկացված լրացուցիչ գումարը եւ ֆոնդերի կառավարումից ստացած հավելավճարները։ Նիկոլ Փաշինյանը ԿՊ-ի իր հիմիկվա թիմակիցները այն ժամանակ անողոք պայքար էին մղում այդ համակարգի դեմ։ Եվ ադրբեջանա-թուրքական հեղափոխության ժամանակ խոստացել էին, որ իշխանության գալուց հետո չեղարկելու են պարտադիր կൂട്ടակային համակարգը, այն դարձնելով կամավոր։ Այդ համակարգը բացի դրանից, որ չի չեղարկվել, այն շարունակում է գործել, ավելին, եթե դուք հիմա նայեք սիրելի քաղաքացիներ, հատկապես նրանք, ովքեր այս համակարգի շահառուներ են, այսինքն նրանք, ովքեր, եթե չեմ սխալում, 74 թվից թե 73 թվից հետո են ծնվել, հունվարի 1-ից հետո, ես ինքս պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային համակարգի շահառու եմ, նայեք, խնդրում եմ այն հաշվետվությունները, որը ձեզ ներկայացնում են, կամ դուք կարող եք նայել ձեր գաղտնաբառով կൂട്ടակային հիմնադրամներում։ Այդ հիմնադրամները տարի է եղել, որոնք վնասով են աշխատել, եւ մեր ընդհանուր կൂട്ടակային հաշվին ոչ միայն գումարներ չեն ավելացել, այլ կൂട്ടակային գումարները պակասել են։ Այսինքն մեր վճարած պարտադիր կൂട്ടակային կենսաթոշակային գումարները թալանվել են։ Սա է թալանի մեկ այլ դրսևորում։ Հաջորդը, որով թալանում է Նիկոլ Փաշինյանը եւ նրա կառավարությունը մեր ժողովրդին, դա այս տարվա հունվարի 1-ից գործի դրված եւ հիմնականում քաղաքական ընտրական նպատակներով օգտագործված առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգն է, որը կոչվում է համընդհանուր առողջապահական ապահովագրություն։ Ուրեմն սրա շահառուներն են հիմնականում 65 տարեկանից բարձր անձինք, մասնավորապես, ինչպես նաև այլ սուբյեկտներ։ Շահառուների ընդհանուր կազմը հետևյալն է՝ մինչև 18 տարեկաններ, առանց ծնողական խնամքի մնացած 18-ից 23 տարեկաններ, առանց ծնողական խնամքի մնացած ուսանող մինչև 26 տարեկան, 65 տարեկանից բարձր քաղաքացիներ, առաջինից երրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձիկ, զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ, համաշխարհային պատերազմի մասնակիցներ եւ նրանց հավասարեցված անձինք, վետերաններն են, որոնց շատ քիչ թիվ են կազմում, բռնադատվածներ եւ որոշ սոցիալական խմբեր, ինչպես նաեւ որոշակի կարգով ընտրված ընտանիքի անդամներ։ Պարզա որ այս ցանկի մեջ հիմնական շահառուները դրանք
կենսաթոշակային տարիքի մեր քաղաքացիներն են 65 տարեկանից բարձր քաղաքացիները։ Բայց ինչպես է իրականացվում այս համակարգի իրագործումը, որ մնացած բոլոր սուբյեկտները, ովքեր աշխատանք ունեն, իրենք շահառուներ չեն, այսինքն իրենք պարտադիր ապահովագրական փոխհատուցման գումարներ չեն ստանում, բայց վճարումներ կատարում են։ Այսինքն մեր ամբողջ ժողովուրդը հսկայական լրացուցիչ հարկային բեռի տակ են մտել այս ապահովագրական վճարների տեսքով, վճարումներ են կատարում, որպեսզի 65 տարեկանից բարձր մարդիկ օգտվեն այդ ծառայությունից, իրենք չեն օգտվում, ուրիշներն են օգտվում։ Դա էլ երբ ընտրություններից առաջ։ Եվ հիմա ինչի են սրանք հանգեցրել, վճարումների չափն էլ է դա կիրառում, 200,000-ից 500,000 դրամ աշխատավարձ ստացողներն են վճարում 4,800 դրամ, այսինքն նայեք թե ոնց է չափերը թալանի։ Մինչև 500,000 աշխատավարձ ստացողները բացի են պարտադիր դրոշմանշային վճարներից, բացի եկամտային հարկից, բացի կենսաթոշակային պարտադիր վճարումներից, լրացուցիչ 4,800 դրամ վճարում են այս համակարգի համար, 500,000 դրամից ավել աշխատավարձ ստացողները վճարում են 10,800 դրամ։ Այդ չասեմ, որ անհատ ձեռնարկատերերի համար վճարները կախված են տարեկան եկամուտից եւ ապահովագրված անձի կարգավիճակ ձեռք է բերում վճարումը կատարելուց հետո։ Այսինքն, եթե մարդը ԱԶ է, նա վճարում է ոչ թե 10,800 դրամ, այլ անհամեմատ ավելի մեծ գումար կախված իր շրջանառությունից։ Եվ հիմա ինչ են մտածում, հենց այս վերջի կառավարության նիստում, ասում է դե գիտես ինչ, այդ միայն ապահովագրական վճարումները կատարելու համար մարդը պետք է նաև ինքն էլ հետևի իր առողջությանը։ Այսինքն, եթե մարդը ծխում է, եթե մարդը մարզասրահ չի այցելում, բա նշանակում է ինքը իր առողջությանը չի հետևում։ Եթե չի հետևում, ստիվաց պիտի պետությունը այս ապահովագրական համակարգի միջոցով նրան փոխհատուցում տա, չեղավ։ Ուրեմն պետք է մարդը իր հերթին հոգ տանի իր առողջության համար, իսկ որպեսզի հոգ տանի, պետք է նաև պետությունը վերահսկի, օրինակ նա ծխախոտ առնում է, թե չի առնում, ուրեմն ինչ պիտի արվի, չիպ պիտի դրվի մարդու վրա, մարդը պիտի հեռախոսի հավելված քաշի, իր ամբողջ գործունեությունը հրապարակային դարձնի, բանկային ծախսերը հիմնավորի, այսինքն պարզ է, չէ, լրացուցիչ խնդիրներ, խոչընդոտներ են ստեղծում, վճարումներ կատարելու, այսինքն ասում են, եթե դու ծխող ես, ուրեմն մենք կարող այս կանոնները վստահ են, որ դա է արնելու։ Ասեն, եթե դու ծխող ես, ուրեմն առողջապահական փոխհատուցում չես ստանալու, թարգի։ Վճարումները պիտի անես, ոչ ինչ, այդ որ ծխում ես, ծխախոտի մեջ ավելացված արժեքի հարկ կա, վճարում ես։ Ակցիզային հարկ կա, ոչ միայն վճարում ես, այլ նաև հենց այս կառավարության նիստով բարձրացրել են մի քանի անգամ։ Այդ ընկերությունը NDS-ը կվճարի, շահութա, հարկերը պիտի վճարեք։ Բա պարտադիր դրոշմանշային վճարը պիտի վճարես, ապահովագրական վճարը պիտի վճարես կենսաթոշակային, սաղ պիտի վճարես, եկամտահարկը պիտի վճարես։ Բայց փոխհատուցման գումարներ այդ չպիտի ստանաս, որովհետև ծխում ես։ Դե հիմա մենակ ծխելը չի։ Մարդկա ծխում է, մարդ էլ կա գարեջուր է խմում։ Բա առողջապահության նախարարությունը կլինի կասի, որ գարեջուր խմելը դա կարող է պատահի մարդու SSS հիվանդություններ կարող առաջացնի, եթե ինքը SSS հիվանդություններ ունեցած լիներ։ Ու ասեն դե ծախսերով էլ նայել ենք հենա, գնացել ես CT-ից ամառը առել ես 4 լիտր գարեջուր, ֆուտբոլի սեզոն ա եղել։ Պաժալստա, դու զրկվում ես առողջապահական փոխհատուցման գումարներից։ Ակցիզային հարկ, այն հարկը, որը բարձրացրեցին միայն այս հունիս ամսվա ընթացքում բարձրացել են ծխախոտի, բենզինի, դիզ վառելիքի համար նախատեսված ակցիզային հարկի դրույքաչափը, երբ որ դրանից առաջ այն շեշտակի բարձրացել էր նաև ալկոհոլային խմիչքների համար։ Վերջի շրջանում մարդիկ պետք է որ նկատած լինեն, որ ալկոհոլային խմիչները, հատկապես թունդ ալկոհոլային խմիչներ, օղի, կոնյակ, վիսկի եւ այլն, դրանք մեծ գնաճ են ունեցել, իսկ այդ գնաճի պատճառը ակցիզային հարկի դրույքաչափն է։ Ակցիզային հարկը եւ ավելացված արժեքի հարկը դրանք համարվում են անողակի հարկեր, այսինքն դրանք վճարում են ոչ թե կազմակերպությունները, այլ գնորդները։ Հիմա եթե ես ձեռք եմ բերում, ենթադրենք գնում եմ մի շիշ գարեջուր,
այդ գարեջրի գնի մեջ ներառված է եւ ավելացված արժեքի հարկը եւ ակցիզային հարկը, այսինքն վճարելով դրա դիմաց ենթադրենք 480 դրամ, ես վճարում եմ նաեւ ակցիզային հարկն ու ավելացված արժեքի հարկը։ Այդ ներմուծող կամ արտադրող ընկերությունները միայն դա փոխանցում են պետական բյուջե։ Եվ սա է պատճառը, որ հիմա ալկոհոլային խմիչքները, հատկապես թունդ ալկոհոլային խմիչքների գները բարձրացել են, եւ դա բարձրացել է ոչ թե տնտեսական գործոններով, այլ դրանց վրա սահմանված անուղղակի հարկերի դրույքաչափերը բարձրացնելով։ Իսկ ինչի վրա են ծախսում հարկված գումարները, Նիկոլ Փաշինյանը եւ իր թիմակիցները դա շատ լավ գիտեն, որովհետեւ իրենք արդեն այդ ամեն ինչի շահառուներն են հանդիսանում։ Տեսեք, ես մի հաշվարկ եմ կատարել ավտոմեքենա ունեցողների համար, թե նրանք հիմա ինչ չափի հարկեր турքեր են ստիպված լինում վճարել։ Օրինակ, ավտոմեքենայի ձեռք բերելուց պետք է նախ պետությանը վճարել турքեր մեքենայի գրանցման, ապետ համարանիշների ձեռքբերման համար, ընդ որում պետհամարանիշների քո նախընտրած համարը ունենալու համար սահմանված են հսկայական турքեր, այսինքն օրինակ լրիվ զրոներով համարների համար, եթե չեմ սխալվում, մոտավորապես 15 միլիոն թե ինչքան դրամի турք է սահմանված։ Եվ այդ փողերը թալանում են մեր ժողովրդից, կամ քո նախընտրած ցանկացած համարը, քո ուզած թիվ ունենալու համար դու պետք է կատարես լրացուցիչ վճարումներ, турքեր։ Մեքենայի գույքահարկ, դա իհարկե կազմված է մեքենայի շարժիչի հզորությունից, տարեթվից եւ այլն, օրինակ են թանկարժեք շքեղ մեքենա ունեցող մարդիկ 1 միլիոն դրամից ավել տարեկան գույքահարկ են վճարում։ Ես օրինակ իմ մեքենայի համար, որը 2019 թվականի արտադրության Kia է, վճարում եմ մոտավորապես տարեկան 40,000 դրամի չափ գույք, այսինքն սովորական հասարակ մոդելի ոչ թանկարժեք մեքենաների համար գույքահարկը մի քիչ կարելի է ասել կազմա մոտավորապես 40-ից 50,000 դրամ։ Բայց մեքենան շահագործելու համար մենք ստիպված ենք նաև պարտադիր ապա համակարգով ապահովագրություն իրականացնել, որի գումարի չափներ են դրել, մեքենան դու խփել ես, չես խփել, մեքենատ նոր է, հին է եւ այլն։ Իմ մեքենայի համար ես վճարում եմ 40,000 դրամ տարեկան մոտավորապես նաև ապահովագրական վճար։ Մեքենայի տեղզնություն, որ որևէ տիպի ֆունկցիոնալ ծառայություն չի, տարին մի անգամ դի տանես այդ տեղզնման կայաններին մինչև 10,000 դրամի նաև турք վճարես, որի հետ նաև միաժամանակ բնապահպանական վճարես վճարում։ Այդ նրա հետ միասին մեքենատ Երևանում եթե շահագործում ես, կարմիր գծերի գումարը կազմում է 160,000 դրամ, նախկին 12,000 դրամի փոխարեն, եւ հիմա քննարկվում է, ես վերջերս կարդացի, որ հնարավոր է, որ այդ турքի գումարը կարմիր գծերի տարեկենտրոնի համար նախատեսվի մինչև 1 միլիոն դրամ։ Այսինքն պատկերացրու սովորական մեքենա ունեցող մարդը, որը կարող է ամեն օր չի օգտագործում, հələ չեմ հաշում տուգանքներ, եթե կարմիր գծերում 15 րոպեից ավել ես կանգնեմ, մոռացել ես վճարես, դրա տուգանքը 5,000 դրամ։ Այդ սաղ քաղաքը չնայած խոստացել էր, բայց չի հանել, տեսախցիկները, արագաչափերը եւ այլն, դրանց տուգանքներ էլ չհաշված, մեքենա շահային ամենաօրինավոր վարորդը, եթե ունի միջինից ցածր գնային սեգմենտի հասարակ մեքենա, ապա պիտի վճարի 10,000 դրամ տեղզնման համար, առանց պետհամարանիշներին եմ ասում, դա միանգամվա գումար է, 40,000 դրամ գույքահարկ է 50,000 դրամ, 40,000-ի ապա այդ քեզ 90,000 դրամ եւ կայանատեղի վարձ եւ տարվա ընթացքում միջինը մի 150,000 դրամ։ Այսինքն մի հսկայական մի մեքենայի գումար դի ծախսես մեքենան տարեկան պահելու համար։ Իսկ ինչ ծառայություններ ենք մենք ստանում դրա դիմաց, քանդած փողոցներ, չկարգավորվող երթևեկություն, անհաշվելի խցանումներ եւ այլն, որտեղ գտնվելու համար նաեւ հսկայական վառելիք ենք ծախսում։ Այս ամեն ինչից բացի, այս ձևով մարդկանց թալանելուց բացի, ինչպես է թալանում Նիկոլ Փաշինյանը նաեւ այլ ձևերով մեր ժողովրդին։ Օրինակ թալանի մի ձև էր արտագնա աշխատանքի գնացած մեր քաղաքացիներին կրկնակի եկամտահարկով գանձում, այսինքն մարդիկ, ովքեր Ռուսաստանում շինարարության ոլորտում աշխատում են, բնականաբար իրանք ընդ գրանցված աշխատողներ են եւ վճարում են Ռուսաստանում եկամտահարկ։ Ռուսաստանը Հայաստանի դիահատամա է, նույն տնտեսական տարածքն է։ Բայց Նիկոլ Փաշինյանը պահանջեց, որ այդ մարդիկ Հայաստան գալուց կամ ստե փող ուղարկելուց 10%-ի եկամտահարկ էլ վճարեն ստե։
Անշարժ գույքի վարձակալության համար։ Հիմա քանի որ միասնական տեղեկատվական համակարգ է, սաղ վճարումները փոխանցումով, եթե տունդ վարձով ես տվել, քո տան վարձը կարան փոխանցումով քեզ տրամադրեմ, պարտադիր տանես 10% եկամտային հարկը վճարես, դա էլ իր հերթին է թալանում տանում։ Դրա հետ միասին ապրանքների գների շեշտակի բարձրացում։ Դա իպետ չի, որ ես ինչ-որ մեկին ասեմ, որովհետև ինձ հետ միասին ցանկացած մարդ կատարում է ամենօրյա գնումներ եւ ինքը շատ լավ գիտի այս տարվա 10000 դրամին ինքը ինչքան ապրանքներ էր առնում խանութից, ենթադրենք 5 տարի առաջ 10000 դրամին ինչքան ապրանքներ էր առնում խանութից։ Տարբերությունը շեշտակի է։ Այսինքն ապրանքների գինը բարձրացնելով, իսկ ինչի են ապրանքների գինը բարձրացնում, որովհետև գինը բարձրացնում ես, բարձրանում է նաև դրա մեջ եղած ավելացված արժեքի հարկը, որը հետո գանձում է պետական բյուջե։ Հանրային տրանսպորտի թանկացում, եթե մենք մինչև հիմա տրանսպորտի համար վճարում էինք 100 դրամ, հիմա ստիպված ենք վճարել առնվազն 150 դրամ, այդ չասեմ, որ ավելի հաճախ տրանսպորտից օգտվելու դեպքում մարդիկ վճարում են շատ ավելի շատ, անհամեմատ ավելի շատ։ Հանրային ծառայությունների թանկացում, որոնցից ենթադրենք օրինակ ասեցի կարմիր գծերը, դրանք բոլոր տիպի այդ ծառայությունների վճարները բազմապատիկ անգամներ թանկացել են։ Հսկայական տուգանքներ ամեն քայլափոխի, ինքն էր ասում, որ քաղաքացիները չպետք է լինեն տուգանքի մահ, բայց մեզ թալանում են ամեն քայլափոխի։ Շատ ուղիղ թալանի ձև է հանդիսանում դոլարի փոխարժեքը, որը շարունակում է ցածր մնալ եւ վերջի մի քանի տարիների ընթացքում 580 դրամից իջել է մինչև 360 դրամ։ 380 դրամ։ Ինչին է սա, ոնց է դա դրսևորվում, դա ուղիղ թալան, այսինքն եթե մարդիկ արտերկրից գումարներ են ստանում, մասնավոր տրանսֆերներ, իսկ Հայաստանի պարագայում դա հսկայական գումարներ է, տարեկան կարող է հասնել մինչև 2 միլիարդ դոլարի, այսինքն եթե մարդը Ռուսաստանից կամ Միացյալ Նահանգներից իր հարազատները նրան ուղարկում էին $100 գումար, 5 տարի առաջ մարդը այդ $100 տանում էր փոխանակման կետ եւ դրա դիմաց տանում էր, ենթադրենք, $100 դիմաց 54000 դրամ։ Հիմա այդ նույն $100 իր նույն հարազատը ուղարկում է, ինքը տանում է փոխանակման կետ, դրա դիմաց տանում է 38000 դրամ։ Այսինքն ինքը տուժում է, նույն իր հարազատն է, նույն ինքն է, նույն $100-ն է։ Այն ժամանակ դա արժեր 54000 դրամ, հիմա արժի 38000 դրամ, այսինքն ինքը մնացած գումարի չափով տուժեց։ Իսկ եթե ինքը տուժում է, ուրեմն ինչ-որ մեկը շահում է։ Տնտեսությունը չի կարող դա վերանա։ Հարստությունը չի վերանում, հարստությունը վերաբաշխվում է։ Իսկ ում միջև է վերաբաշխվում։ Իշխանության եւ իշխանության հովանին վայելող մի քանի գործարարների եւ առևտրային բանկերի։ Եվ դրա հաշվին նաեւ պրոբլեմներ են առաջանում արտահանման առումով։ Կրճատվում է արտահանման ծավալը, որովհետեւ եթե ապրանքի գինը Հայաստանում արժի, ենթադրենք $10, արտահանման համար վճարումները բնականաբար ոչ թե դրամով են կատարվում, այլ արտարժույթով։ Եվ եթե այդ արտարժույթը ժամանակին այն $10, որ ինքը իր ապրանքի համար ստանում էր ուներ բարձր արժեք, հիմա ունի անամենայնիվ ցածր արժեք հետը։ Իսկ ինքը Հայաստանում իր բոլոր վճարումները, հարկերը, աշխատավարձը, էլեկտրաէներգիայի համար, գազի համար, արդյունաբերական ձեռնարկության համար դրանք հսկայական գումարներ են։ Այդ վճարումները կատարում են դրամով։ Հետևաբար, եթե դոլարի փոխարժեքը իջնում է, արտահանումը դառնում է ոչ շահութաբեր։ Շահութաբեր է դառնում ինչը ներմուծումը ապրանքների, որովհետև ներմուծման դեպքում հակառակն է, դու ստեից փողը հավաքում ես, դարձնում ես դոլար եւ ուղարկում ես ապրանքներ առնելու։ Եվ եթե մի ժամանակ դու դոլարը առնում էիր 300, չգիտեմ, 580 դրամով, հիմա առնում ես 390 դրամով, այսինքն այս քաղաքականությունը նաեւ խրախուսում է երկրում այլ երկրներում արտադրված ապրանքների ներմուծումը եւ պրոբլեմներ է ստեղծում արտահանողների համար թալանելով դրանց։ Թալանի դրսևորումներ են նաև կոնկրետ հիմնադրամները, ինչպիսիք են օրինակ Նիկոլ Փաշինյանի ապօրինի կնոջ, այսինքն օրինական կարգավիճակ չունեցող կնոջ ստեղծած Իմ քայլը հիմնադրամը, որը պարբերաբար ճաշկերույթներ կազմակերպելով, հանգանակություններ կազմակերպելով, գործարարների նամակներ գրելով 1 միլիոնից սկսած մինչև 10 միլիոն եւ ավել գումարները ստեյության կորզում բիզնեսից, երբ որ այլ պարագայում բնականաբար նրան ոչ ոք այդ գումարները չէր տալու։ Դա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ուրեմն հանգանակություններն են, որոնց պարզում է բազմաթիվ մարդիկ տալիս են
միլիոնավոր դրամների հատկացումներ։ Ամփոփելով, սիրելի հայրենակիցներ, մենք գործում ենք մի իշխանության հետ, որը չի կարողանում ոչ միայն հոգ տանել մեր երկրի անվտանգության ապահովման, տնտեսական զարգացման, ներդրումների, աշխատատեղերի ստեղծման համար, անում է ճիշտ հակառակը, խարխլում է մեր երկրի անվտանգության համակարգը, դրան զոհ են դառնում բազմաթիվ հազարավոր մարդիկ, մեր զինվորներ, կամավորականներ, երիտասարդներ, չի կարողանում ստեղծել տնտեսական միջավայր ներդրումների համար, աշխատատեղերի համար, բայց փակում է աշխատատեղերը եւ չապահովելով տնտեսական զարգացում, քերում, կեղեքում, թալանում է մեր ժողովրդին հնարավոր բոլոր ձևերով, բազմապատիկ, տասնապատիկ անգամներով բարձրացնելով հարկերի դրույքաչափերը, տարբեր տիպի ապահովագրական համակարգերի, կենսաթոշակային ապահովագրության, մեքենաների ապահովագրության, առողջապահության ապահովագրության անվան տակ, մարդկանցից գանձում է լրացուցիչ գումարներ եկամուտներ եւ դա դարձնում է բարիք, հարստություն իշխող վարչախմբի մի քանի ներկայացուցիչների համար։ Նայեք նրանց հայտարարները եւ կտեսնեք, թե քանի տուն, քանի հող, քանի մեքենա են առել իշխող խմբավորման ներկայացուցիչները վերջին տարում։ Մենք մեծ հույս ունեինք, որ այս ամենին վերջ կարելի էր դնել հունիսի 7-ին։ Դա չստացվեց հենց այս խմբավորման ապօրինի իշխանազավթման հետևանքով։ Բայց մենք շարունակում ենք մեր պայքարը եւ ես հուսով եմ, որ մեզ կհաջողվի մեր ժողովրդին ազատագրել այս կեղեքիչ թալանչիներից եւ մեր ժողովրդի իշխանությունը փոխանցել մարդկանց, ովքեր ապացուցել են, որ տարիների ընթացքում սիրում են իրենց ժողովրդին, պատրաստ են ստեղծել նպաստավոր հրաշալի պայմաններ մարդկանց ապրելու եւ զարգանալու բարեկեցության ապահովման համար։ Մենք հավատում ենք այդ հեռանկարին եւ պայքարում ենք դրա համար։ Այդ պայքարում մենք ունենք ցանկացած մեկի աջակցությունը, հատկապես նրանց, այսինքն ողջ ժողովրդի, ովքեր դարձել են այս թալանչիների կեղեքման եւ շորտման զոհերը։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, բաժանորդագրվեք 168-ի YouTube-յան ալիքին, հավանեք եւ տարածեք այս տեսանյութը, թողեք ձեր մեկնաբանությունները եւ սպասեք մեր հաջորդ թեմատիկ զրույցին, հաջորդ երկուշաբթի եւ ամբողջ ժամանակ հնարավորություն ունեցեք հետևելու նաեւ մեր հաղորդմանը YouTube-յան տիրույթում։ Լավ եղեք։